Հարցերին հայրենակիցներ եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է, այսօր արդեն փետրվարի 28-ն է եւ հիմա փաստացի հրատապ շատ կարևոր թեմա ունենք քննարկելու։ Իսրայելը հարված հասցրեց Իրանին, այսինքն հարվածներ միանգամից մի քանի ավիահարված է հասցրել եւ այս պահին եւս շարունակում է հարվածներ հասցնել Իրանին, այսինքն սկսվեց մեծ պատերազմը, որի մասին շատ երկար խոսում էր, որ այն կսկսվի, բայց ձգձգվում էր ու ահա այսօր փետրվարի 28-ին այն կարելի ասել, որ սկսվեց այդ պատերազմը եւ փաստացի ընդամենը րոպեներ են անցել այն բանից հետո, երբ Իսրայելը սկսել է հարվածներ հասցնել Թեհրանին, կամ բազմաթիվ կադրեր, պայթյունների մեծ ծխի, ինչը նաեւ վկայում է, որ բավականին լայնածավալ հարձակում է իրականացվում Իսրայելի կողմից, առաջինը տեղեկացրեց իսրայելական հեռուստաընկերությունը, 12-րդ հեռուստաընկերությունը, դրանից բացի Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարեց, որ իրենք հարված են հասցրել Թեհրանին եւ իրենք արդեն սպասում են պատասխան հարվածին Իրանի կողմից։ Արդեն իսկ Իսրայելում հայտարարվել է արտակարգ իրավիճակ, դպրոցները բոլոր փակվել են։ Նրանց բացի բնակչությանը զգուշացրել են, որ տներից դուրս չեկան, այսինքն Իսրայելը սպասում է պատասխան հարվածի եւ միանգամից նաեւ օդը փակել են Իսրայելի, որ արդեն ավելի ազատ կարողանան իրենց հակաօդային պաշտպանությունը իրականացնել եւ շարունակել պատերազմը ընդդեմ Իրանի։ Հետաքրքրական է, որ ըստ իսրայելական ԶԼՄ-ների այս հարվածները Իսրայելը միայնակ չի իրականացրել, այն համատեղ է իրականացվում Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իսրայելի կողմից։ Կարևոր է նշել, որ արդեն Ջերալդ Ֆորդը գտնվում է բավականին մոտ տարածաշրջանից, այսինքն նա արդեն իսկ իր տեղում է, որտեղից որ ինքը հնարավորություն ունի պաշտպանելու Իսրայելի օդը, ինչպես նաեւ հարվածներ հասցնելու Իրանին։ Կարևոր է նշել, որ երեք հայտարարությամբ էր հանդես եկել նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, ով ասում էր, որ բանակցությունները շատ վատ են ընթանում, ինքը շատ դժգոհ է բանակցություններից, բայց բանակցությունները կշարունակվեն, սակայն արդեն իսկ այդ հայտարարությունից պարզ էր դառնում, որ մի բան կարող է տեղի ունենալ, քանի որ եթե Դոնալդ Թրամփը ասում է, որ բանակցությունները ոչինչ չեն տվել եւ այդ բանակցությունները մի քանի շաբաթ է շարունակվում էին, այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգների համբերությունը միանշանակ սպառվել է եւ նաեւ մենք խոսում ենք երեք այն մասին, որ կա հստակ տեղեկություն, որ Դոնալդ Թրամփը ինքը խնդրել է Նետանյահուին, որ առաջի հարվածը հասցնի Իսրայելը, որից հետո արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգները անպայման կմտնեն պատերազմի մեջ։ Բայց ինչու համար Իսրայելը շտապում է հայտարարել, որ սա համատեղ գործողություն է Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իսրայելի, քանի որ իրենք այնուամենայնիվ վախենում են, որ մնան միայնակ Իրանի դեմ, չնայած շատ քիչ հավանական է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները չմասնակցեն հիմա այդ պատերազմին, շատ քիչ հավանական է, բայց այնուամենայնիվ իսրայելական լրատվամիջոցները ճիշտ են վարվում եւ իրենց պաշտպանելու համար ասում են, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները եւս մասնակցում են այս գործողություններին։ Չնայած շատ հնարավոր է եւ շատ հավանական է, որ հենց սկզբից էլ Ամերիկայի Միացյալ Նահանգները մասնակցել են այս գործողությանը։ Իսրայելական աղբյուրների համաձայն իսրայելական հարվածների թիրախում են հայտնվել միանգամից 30 օբյեկտներ Իրանում, այդ թվում նաև Իրանի նախագահի նստավայրը եւ հետախուզական շտաբը, այսինքն նախագահի նստավայրի նույնպես Փեզեշքյանի նստավայրի նույնպես հարված է հասցրել եւ սա հստակ վկայում է այն մասին, որ այս պատերազմը ռեժիմի փոփոխման ուղղված շատ լուրջ պատերազմ է, չասենք ռազմական ծրագիր, այլ մեծ պատերազմական գործողություն, որը պետք է հանգեցնի ռեժիմի փոփոխությանը, չնայած որ նույնիսկ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ այս գործողությունները կարող է հանգեցնեն Իրանում ռեժիմի փոփոխությանը, քանի որ բազմիցս հայտարարվել էր, թե դժվար է ասել, թե ինչ տեղի կունենա այս պատերազմի հետևանքով, այսինքն այն, որ իրենք կարող են ոչնչացնել բազմաթիվ ռազմական օբյեկտներ, դա փաստ է,
կարող են էլի հետ գցել Իրանի ատոմային ծրագիրը կամ ոչնչացնել Իսրայելի ատոմային ծրագիրը, բալեստիկ հրթիռները, բայց վստահություն չկա, որ իրենց կհաջողվի ընդհանրապես վերացնել այդ ռեժիմը, փոփոխության ենթարկել Իրանում ռեժիմը։ Այս պահի դրությամբ այլ մանրամասներ չկա, ինչպես արդեն նշեցի, Իսրայելում սպասում են արդեն պատասխան հարվածը Թեհրանի կողմից, սակայն այստեղ շատ կարևոր է նշել, սիրելի հայրենակիցներ, այն, որ հստակ վերջին ամիսներին խոսք կար այն մասին, որ Չինաստանը զենք է տրամադրել Իրանին, դրանից բացի ողջ համակարգչային համակարգը փոխել են իրենց արհեստական բանականությունով, իրենց տեխնոլոգիաներով, հակաօդային պաշտպանությամբ պաշտպանում են Թեհրանի օդը, բայց այս պահի դրությամբ դեռ նախնական տեղեկություններով դուրս է գալիս, որ իրենց մոտ ոչինչ դուրս չի եկել, չգիտեմ, այս պահի դրությամբ չկա որևիցե տեղեկություն, որ ինքնաթիռ է խոցվել Իսրայելի ինքնաթիռ կամ ամերիկյան ինքնաթիռ, տեսնենք, հետևենք իրադարձություններին, դեռ վաղ է բնականաբար որոշ եզրահանգումների գալ, բայց փաստը այն է, որ Իսրայելը կարողացել է հարված հասցնել Թեհրանին, այն էլ բազմաթիվ հարվածներ, ինչպես նաև հարված նախագահի շենքին, որտեղ որ նստում է Մասուդ Փեզեշկյանը։ Դրանից բացի տեղեկություններ ունեինք, որ Ռուսաստանի Դաշնությունը եւս հակաօդային պաշտպանություն է տրամադրել Իրանին, կային տեղեկություններ, որ պետք է տրամադրի, կային տեղեկություններ, որ արդեն իսկ տրամադրվել է հակաօդային պաշտպանություն, իգլաների նոր մոդիֆիկացիան, այսինքն նոր տարբերակը, որով որ իբր կարողանալու էին իրանցիները խոցել ամերիկյան F-35-ը, դե հիմարություն է իհարկե, բայց դե փաստը այն է, որ Ռուսաստանի Դաշնությունը տրամադրել էր շատ ավելի ժամանակակից զենք, քան նախկինում էր տրամադրել Իրանին, 500 միլիոն դոլարի մասին էր խոսքը։ Դրանից բացի տեղեկություն կա, որ Չինաստանն էլ Իրանին տրամադրել էր հրթիռներ, որոնցով որ Իրանը պետք է կարողանա հարված հասցնել ամերիկյան նավերին, ինչպես նաև ամերիկյան ավիակիրին։ Հիշում եք նաև Իրանի հոգևոր առաջնորդը խոսում էր այն մասին, որ իրենք կարող է ջրի տակ ուղարկեն ամերիկյան ավիակիրը։ Տեսնենք, հետևենք իրադարձությունների զարգացմանը, ուղղակի շատ կարևոր է հիմա զգոնություն պահպանել, քանի որ Հայաստանը սահմանակցում է Իրանին եւ այս պատերազմը կարող է շատ լուրջ ձևով տարբերվել նախորդ պատերազմից ընդդեմ Իրանի, այսինքն կարող է չէ եւ պետք է տարբերվի, քանի որ Ռուսաստանի Դաշնությունն էլ մի քանի անգամներով հասկացրեց, որ այսպես չի կարող շարունակվել, Դուգինն էլ էր անում հայտարարություն, հիշում եք, որ Ռուսաստանի համբերությունը սպառվել է այն հարվածներին, այն ակտակներին, որոնց որ Ռուսաստանը դիմացավ Սիրիայում, Վենեսուելայում, իբր պետք է արդեն չդիմանար Իրանի մասով եւ Իրանի մասով պետք է լուրջ գործողությունների դիմեր կամ դիմի։ Տեսնենք, հետևենք իրադարձությունների զարգացմանը, բայց ես գրեթե համոզված եմ, որ ոչ Իսրայելին, ոչ էլ Ամերիկայի Միացյալ Նահանգներին Ռուսաստանի Դաշնությունը ոչինչ չի կարող անել, եթե նույնիսկ ցանկանա։ Ճիշտ է, մի փոքր կարող է այլ տեսակի, այլ սցենարով ընթանան պատերազմական գործողությունները, բայց մեծ հաշվով դրանք ոչինչ չեն փոխելու։ Նույնն էլ Չինաստանի մասով, չնայած Չինաստանի կողմից տրամադրված զենքի առումով ավելի զգուշ եմ արտահայտվում, քանի որ Չինաստանը մենք տեսնում ենք, որ տեխնոլոգիական լուրջ հրիչ կարողացավ իրականացնել վերջին տարիներին եւ դա կարող է վերաբերվել նաեւ ռազմական ոլորտին։ Ես համոզված եմ, որ չինական զենքը կարող է ինչ-որ մի բան փոխի այս պատերազմի ընթացքում, բայց այնուամենայնիվ էական մեծ լուրջ նշանակություն դժվար թե կարողանա ունենալ։ Ամենաթարմ տեղեկությունները, սիրելի հայրենակիցներ, կան տեղեկություններ, որ Այաթոլլայի նստավայրը եւս պայթեցվել է, այսինքն այնտեղ եւս պայթյուններ են տեղի ունեցել, բայց Reuters-ը տեղեկացնում է, որ Այաթոլլան այս պայդրությամբ Թեհրանում չէ։ Սրանք են ամենավերջին տեղեկությունները Իրանից։ Կարևոր է նշել, որ հարևան Աֆղանստանի եւ Պակիստանի միջև
Նույնպես պատերազմ է եւ նոր տեղեկությունների համաձայն աֆղանցիները կարողացել են խոցել պակիստանական մեկ ինքնաթիռ։ Այս անգամ էլ աֆղանցիները բավականին լավ են պատրաստված եղել։ Այս պայդրությամբ այս կանը սիրելի հայրենակիցներ ուշադիր հետևում ենք իրադարձությունների զարգացմանը, ցտեսություն կհանդիպենք։